Իմ շատ սիրելի ժողովուրդ, մենք գտել ենք ժասմին։ Իհարկե ժասմինը եւ իր եթերայուղերով, եւ իր օգտակար հատկանիշներով, եւ իր բուսական եւ տերևների, եւ ծաղիկների, եւ արմատի հրաշք հատկանիշներով կարելի ասել չի զիջում ոչ մի դեղաբույսի, նույնիսկ առավել։ Այն դեռևս չի ծաղկել, բայց մենք պահը քանի որ գտել ենք, որպեսզի ձեզ բացատրենք, մի քանի օրից, երևի մի 5 օրից հետո արդեն կոկոնները լավ է, կծաղկի, այն չափից ավելի օգտակար է հոդերի համար, որովհետև բոլորս գիտենք, որ հոդերի խնդիրը հիմա յուրաքանչյուրի մոտ կա, մանավանդ կանանց 45-50 անց, անպայման կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն եւ նաեւ եթե այնտեղ հեղուկ կա, դեղորայքային միջոցով այդ հեղուկը կարելի է ներծծել, բուժել, իսկ եթե խնդիր կա կալցիումի պակասի, հրաշալի պրեպարատներ կա, դեղորայքային բուժման միջոցով վերականգնվում է, հոտը ընտիր է, ամբողջովին ծառը պատվում է սպիտակ ծաղիկներով, հոտավետ է, օծանելիքներ են պատրաստում եւ ամենակարևորը, վերցնում ենք այդ ծաղկած ծաղիկները, 5 օրից հետո այն պետք է ծաղկի, ուշադիր եղեք, վերցնում ենք ծաղկած ծաղիկները եւ լցնում ամբողջությամբ 1 կիլոգրամանոց ապակյա տարայի մեջ, վրան լցում ենք 96%-անոց սպիրտ, 15-20 օրից հետո այն պատրաստ է եւ այն քսում ենք եւ մաշկին եւ հոդերին, եթե մաշկային խնդիր քսում ենք մաշկին, այն վերացնում է օրը 3-4 անգամ, եթե կա հոդացավեր, ապա կոմպրեսի ձևով քսում ենք հոդերին կամ շոր ենք թրջում դնում մոմլատ վրան եւ գիշերը ամբողջ թողնում, այն չափից ավելի լավ է հոդերի ցավի համար եւ ցավը հանգստացնում է։ Իհարկե յուրաքանչյուրը պետք է սա օգտագործի այդ ընթացքում նաեւ կաթիլների ձևով 4-5 կաթիլ լցնի ընդամենը կամ հյութի մեջ, կամ ջրի մեջ եւ խմի։ Յուրաքանչյուրս գտնում ենք այս բույսը, անպայման ծաղիկները քաղում ենք եւ ունենում ենք դեղորայք։